Հարգելի հայրենագիցներ, մեր համար կրթությունը, մանկավարժությունը միայն դպրոց կառուցելով չէ, ուսումը, լավ մասնագետները շատ ավելի կարևոր են։ Հարգելի հայրենագիցներ, այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որը հաճախ օգտագործում ենք այս դահլիճում։ Դա պարլամենտարիզմն է։ Բառը շատ հնարավոր է, որ մի փոքր ակադեմիական է հնչում, բայց իրականում դրա իմաստը շատ պարզ է։ Պարլամենտարիզմը այն է, երբ խորհրդարանը իրականում խորհրդարան է, ոչ թե շենք է կամ պատգամավորներ 100, 105, 107։ Այստեղ ժողովրդի տարբեր հատվածների ձայները ներկայացված են, որտեղ կառավարությունը հաշվետու է, որտեղ իշխանությանը հարցեր են տալիս, որտեղ պետական բյուջեի յուրաքանչյուր դրամի համար կարելի է եւ պետք է պատասխան պահանջել։ Եվ ամենակարևորը, որտեղ մեծամասնություն ունենալը չի նշանակում լինել այս ինստիտուտի տերն ու տիրականը։ Մեր սահմանադրությունն էլ շատ հստակ ձևակերպում է, ըստ որի ազգային ժողովը ժողովրդի ներկայացական մարմինն է, իրականացնում է օրենսդիր իշխանությունը եւ վերահսկողությունը իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։ Ուշադրություն դարձեք խնդրում այդ հատվածին եւս մեկ անգամ, վերահսկողությունը իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։ Այսինքն խորհրդարանը կառավարության որոշումները վավերացնող գրասենյակ չէ։ Այստեղ պատգամավորների աշխատանքը չի սկսվում եւ չի ավարտվում, օրինակ միայն կոճակ սեղմելով։ Եթե կառավարությունն ասում է, որ ամեն ինչ լավ է, այս դահլիճում պետք է լինի նաեւ իրական մեկը, ով հարցնում է, թե ինչու եք այդպես կարծում։ Եթե ասում են տնտեսությունն աճել է, պետք է հարցնենք, իսկ քաղաքացու կյանքում արդյոք այդ աճը երևում է, թե ոչ։ Եթե ասում են, օրինակ, գումար են հատկացրել Շիրակի մարզին, Գյումրեցում Շիրակի մարզի ներկայացուցչին, պետք է հարցնենք, իսկ այդ գումարով մարդկանց կյանքի որակային առումով ինչ է փոխվել։ Արդյոք ավելացել է իրենց ձեռքի գումարը, թե ոչ։ Սա իրականում խորհրդարանական վերահսկողություն է, եւ հենց այստեղ է հանգրվանում ընդդիմության կարևորությունը։ Մենք, հարգելի գործընկերներ, այստեղ ենք ներկայացնելու այն քաղաքացուն, որը ձեզ չի ընտրել։ Այն 50+ քաղաքացիներին եւ ինչու՞ ոչ նաեւ այն քաղաքացիներին, ովքեր հավատացել են ձեր տված գեղեցիկ խոստումներին եւ նաեւ այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք, որ այդ խոստումները իրականություն չդառնան։ Խոսքս ուղղում եմ խորհրդարանի մեծամասնություն զբաղեցրած խմբակցությանը։ Այո, դուք ստանձնել եք կառավարելու մանդատ, ու այս պահին իմաստ չեմ տեսնում քննարկելու, թե ինչ ճանապարհով, բայց դուք չեք ստացել պետության նկատմամբ սեփականության վկայականը։ Հայաստանի Հանրապետությունը որևէ քաղաքական ուժի սեփականությունը չէ։ Այս խորհրդարանն էլ որևէ մեծամասնության սեփականությունը չէ, ով էլ դա լինի։ Այս մասից սկսած ուզում եմ մի փոքր խոսել իրավական։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը պատահական չի թողել մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում տեխնազուների առաջադրման իրավունքի պաշտումը։ Օրենք դրա համար նույնիսկ մաթեմատիկական բանաձև է սահմանել։ Մի քանի օր է լսում ենք Դոնտի մեթոդ կոչվածի մասին, բայց եկեք հասկանանք, թե ինչու է ընդհանրապես օրենքում բանաձև գրվել, որովհետեւ օրենսդիրը չի ցանկացել, որ առավոտյան քաղաքական մեծամասնությունը հավաքվի ու որոշի, թե որ հանձնաժողովն են իրենք վերցնում, որն է իրանց համար կարևոր, մնացածը անկարևոր, ինչպես նաև ում են ընտրում կամ ում չեն ընտրում։ Այսինքն այստեղ մաթեմատիկական քաղաքական կամայականությունը սահմանափակելու հարց է։ Խորհրդարանում քաղաքական ներկայացվածությունը պետք է արտահայտվի նաև խորհրդարանի կառավարման ու աշխատանքի կազմակերպման մեջ։ Երբ մեր հայրենագիցներից 100,000-ավոր քաղաքացիներ քվեարկել է ընդդիմադիր քաղաքական ուժի օգտին, այդ մարդկանց ներկայացվածությունը չի կարող սահմանափակվել նրանով, որ նրանց ընտրած պատգամավորները նստեն վերջին շարքերում ժամանակ առ ժամանակ ելույթներ ունենան։ Դրա համար ներկայացվածությունը պետք է լինի նաև ինստիտուցիոնալ,
Դրա համար կան հանձնաժողովներ, եւ դրա համար է ստեղծվել հենց այս բանաձևը։ Եթե օրենքով սահմանված հաշվարկի արդյունքում կոնկրետ խմբակցությունը ստանում է հանձնաժողովի նախագահի տեխնազու առաջադրելու իրավունքը, բայց հետո քաղաքական մեծամասնությունը փաստացի փաստում է, այո, առաջադրվելու իրավունքը ձերն է, բայց ձեր առաջադրած մարդը մեզ պետք է դուր գա, ապա ես ուզում եմ հասկանալ, այդ իրավունքը վերջապես ումն է։ Այսինքն կարող է ստացվել, ըստ ցանկության կամայականորեն դուք կարող եք դեմ քվեարկել առաջի տեխնազուին, երկրորդին, երրորդին։ Օրենքը, այո, չեմ բացառում, չեմ էլ հակադասում, դուք ունեք դրա իրավունքը, բայց պարլամենտարիզմը միայն այն չէ, թե ինչ կարող ես անել օրենքով։ Պարլամենտարիզմը նաև քաղաքական մշակույթն է, թե ինչպես ես օգտագործում քո մեծամասնությունը։ Եվ այստեղ առաջանում է մեկ կարևոր սկզբունքային հարց։ Եթե պաշտոնում տեխնազու առաջադրելու իրավունքը օրենքով վերապահված է կոնկրետ խմբակցությանը, բայց այդ խմբակցությունը պետք է հեշտով տեխնազուներ ներկայացնի այնքան ժամանակ, մինչև գտնի մեծամասնության համար ընդունալի ընդդիմադիր падգամավորի, ապա դուք ինքներդ ինչպես դա կանվանեք։ Ընդդիմության ընտրություն, թե իշխանության կողմից ընդդիմության համար ընտրություն։ Սա է խնդիրը։ Եվ միաժամանակ հորդորում եմ այս հարցը չիջեցնել անձերի մագարտակի, որովհետև այստեղ խնդիրը իրականում շատ ավելի խորն է եւ ինստիտուցիոնալ։ Հարգելի գործընկերներ, ես խոսելով ուժեղ ընդդիմության մասին, նաև ցանկանում եմ խոսել ընդդիմության պատասխանատվության մասին։ Մենք պարտավոր ենք այդ իրավունքը հանուն Հայաստանի Հանրապետության արժանապատվորեն օգտագործել։ Եթե հանձնաժողով ենք ղեկավարում, պետք է պրոֆեսիոնալ ղեկավարենք։ Եթե պետք է քննադատենք բյուջեն, պետք է թվերով խոսենք։ Եթե կառավարությանը մեղադրում ենք սխալի մեջ, պետք է նաև այլընտրանք առաջարկենք։ Եթե ասում ենք, որ Շիրակը, օրինակ, բավարար ֆինանսավորում չի ստանում, պետք է ցույց տանք, որտեղ է այդ անհամաչափությունը եւ մենք ինչ լուծում ենք առաջարկում։ Եթե ասում ենք օրենքը վատն է, պետք է նաև պատրաստ լինենք ավելի լավ օրենք ներկայացնելու։ Պարլամենտարիզմը մեծամասնության, իշխանության եւ ընդդիմության իրավունքների համակեցությունն է։ Եվ եթե օրենքը մաթեմատիկական բանաձևով անգամ փորձել է պաշտպանել քաղաքական համամասնությունը, դուք իրավասու չեք քաղաքական որոշումներով դադարել այդ բանաձևի իմաստը։ Բայց պարլամենտարիզմի մեջ մեկ շատ ավելի կարևոր բան է բաժանում իշխանությանը, դա սահմանն է։ Սահմանը իշխանության ու պետության միջև։ Սահմանը մեծամասնության իրավունքի եւ ընդդիմության իրավունքի միջև։ Սահմանը կառավարելու եւ ամեն ինչ վերահսկելու ցանկության միջև։ Եվ լեգիտիմ կամ լեգալ իշխանությունը նա չէ, ով կարողանում է անցնել այդ սահմանը, այլ դրա հակառակը։ Ամենայն անկեղծությամբ, հարգելի գործընկերներ, երբ որ ես դահլիճից այս բարձր ամբիոնից խոսում եք ընդրակաշակների մասին, ագամայից մոռանալով շատ ու շատ դեպքեր, աչքիս առաջ գալիս է ընդամենը մի քանի օր առաջ Ախուրյան համայնքի համայնքապետարանի կողմից կայացված որոշումը, համաձայն որի մանկապարտեզները դարձել են անվճար։ Իրականում առաջին հայացքից սա հրաշալի որոշում է, բայց այստեղ մի բան է պետք ֆիքսել, որ հոկտեմբերի 25-ին նշանակված են համայնքային ընտրություններ, բայց ես իհարկե չեմ ասում, որ սա ընդրակաշարք է կամ ինչև որևէ բան։ Գյումրիում խորը ճգնաժամի մասին խոսելուց հանրապետության երկրորդ քաղաքի պետք է նաև խոսել Գյումրի քաղաքի տոնի կառավարության չհամագործակցության մասին, կառավարության պահվածքը կառավարության պահվածքը Գյումրի քաղաքի մասով նման է նրան, որ ծնողը նեղանում է մի երեխայից ու իրեն մոտ չի թողնում, բայց հարգելի հայրենակիցներ, պետությունն ու քաղաքականությունը այդպես չէ։ Դուք նեղվում եք, որ թիմ ընտրություններին հաղթում են ոչ այն տեխնազուները, ովքեր անցել են ձեր թերիտագով կամ ովքեր շատ ավելի բարեհաջող են ձեզ։ Այդ է, պարոն Հարությունյան։ Սակայն փառք Աստծո, որ դուք չեք
ծնողը մեր ժողովրդի, մեր արժեքների, մեր հայրենիքի։ Իհարկե չեմ ուզում այդ մասով 10 վայրկյան, չեմ ուզում այդ մասով որևէ որակում տալ, բայց սա Հայաստանի Հանրապետությունն է ու ոչ թե քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը։ Շնորհակալություն։ Գեղամ Մանուկյան։ Պատրաստվի Սիսակ Գաբրիելյան։